Ահա այն ինքնիշխանության սիմվոլը, որ այսօր Հայաստանը ունի։ Սա երասխի մետալուրգիական գործարանն է որպես սիմվոլ, որովհետև այսօրվա կառավարությունը 2 տարի առաջ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում դադարեցրել է երասխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր ամերիկյան ներդրողների կողմից։ Այսինքն ամերիկյան ներդրողները երասխում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում սկսել էին կառուցել մետալուրգիական գործարան, Ադրբեջանը սկսեց կրակել, վիրավորել նաև գործարանի վրա աշխատող բանվորներին եւ գործարանի շինարարությունը դադարեցվեց։ Հետագայում այն տեղափոխվեց այլ վայր։ Հիմա խոսալ անդադար ինքնիշխանությունից, ասել, որ մենք ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, սակայն ունենալ նման ամոթ, նման խայտառակություն եւ բան անել, մեծ խոսալ, հոխորտալ ընդդիմադիր ուժերի վրա, սա մենք ուզում էինք ցույց տալ քարոզարշավի առաջին օրը եւ խոսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից։ Սիրելի հայրենակիցներ, դուք հունիսի 7-ին հնարավորություն ունեք պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ինքնությունն ու հայկական բովանդակությունը։ Այն Հայաստանի Հանրապետությունը, որը մենք ուզում ենք հունիսի 7-ից հետո, չի կարող նման նվաստացած վիճակում լինել։ Եվ որ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում, ինքնիշխան տարածքում, հարևան պետությունը կրակելով արգելում է կառուցել գործարան, որը բոլոր չափանիշներին համապատասխանող գործարան է, եւ այս իմաստով շատ կարեւոր ենք մենք համարում, որ մեր հայրենակիցներն իմանան, որ մեր թիմը այս ընտրություններին մասնակցելով սպառողական խոստումները մի կողմ դրած, խոսում է այն խնդիրներից, որոնք պաշտպանելու են մեր հայկական պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը։ Հունիսի 7-ին գնալով ընտրական տեղամասեր, քվեարկելով 19 քվեաթերթիկով, ընտրելով մեր թիմին, դուք հնարավորություն եք ստանալու այս խնդիրները կարգավորել։ Այս խնդիրների կարգավորումը բացարձակապես պարզ չէր։ Հետևողական աշխատանք էր պետք, սկզբունքային էր պետք լինել, պետք էր ասածին տեր կանգնել, գծած կարմիր գծերին տեր կանգնել եւ հետևողական բանակցային գործընթացում կանգնել մեր դիրքերի վրա եւ այս գործարանը կկառուցվեր։ Բայց ինչ արե մեր իշխանությունը։ Մի հատ շրջակա միջավայրի նախարարության հայտարարություն, մի հատ ԱԳՆ նախարարության հայտարարություն, մի քիչ կրակոց եւ որոշել են, որ դե լավ թարգենք, լավ։ Մեր ինչ շատ տարածքն է, դե բայց դե բան չկառուցենք այստեղ գործարանը, գնանք ուրիշ տեղ։ Էսա այսօրվա իրավիճակը, ձեզ կասեն 10,000 դրամով ձեր թոշակն ենք ավելացնում, մեկը կասի ձեր դեղերն ենք էժանացնում, այն մյուսը ուրիշ բան կասի։ Իմացեք, եթե ինքնիշխան, անկախ հայկական պետականություն չունեցանք, մենք բացարձակապես որևէ ձևով որպես ազգ չենք կարող պաշտպանված լինել ապագա ցեղասպանություններից եւ ապագա արհավիրքներից։